Բարի երեկո, եթերում Արտֆոկուսն է։ Թեև այսօր Հայաստանում ունենք բացառիկ տաղանդի տեր արվեստագետներ, ովքեր ստեղծագործում են արվեստի տարբեր ուղղություններում և նշանակալի ներդրում ունեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային արվեստի շուկաներում, նրանց ձեռքբերումները հաճախ հասարակության լայն շրջանակների համար անհայտ են մնում, թերի են լուսաբանվում։ Պատճառներից մեկը թերևս մշակութային լրագրության թուլացած դիրքերն են վերջին տասնամյակներում։ Այն ավելի քիչ տեսանելի և պահանջված է դարձել մեր մեդիա դաշտում։ Մինչդեռ աշխարհի շատ երկրներում մշակութային լրագրությունը լրատվության առանձին, ազդեցիկ և հեղինակավոր ուղղություններից է։ Այն ոչ միայն ներկայացնում է արվեստը, այլև դիտարկում է այն ժամանակի համատեքստի մեջ, օգնում հասարակությանը հասկանալ, ինչու է արվեստը բոլորիս համար կարևոր։ Մշակութային լրագրության ոլորտում առկա բացերը լրացնելու, արվեստագետի և հասարակության միջև անջրպետը կրճատելու նպատակով Արե մշակութային հիմնադրամը ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ համագործակցությամբ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով նախաձեռնել է լրագրության անվճար դասընթաց մշակույթ ու արվեստ լուսաբանողների համար։ Արվեստ և լսարան, կամրջելով անջրպետը նախագծի մասին այսօր Արտֆոկուսում զրուցելու ենք Արե մշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինե Կարոյանի և մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանի հետ։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Արվեստն ու մշակույթը մեր կյանքի համեմունքներն են, որոնք այն դարձնում են ավելի հետաքրքիր, բազմազան և որքան կարևոր է արվեստը ստեղծելու ընթացքը, նույնքան էլ կարևոր է այն լուսաբանելու գործընթացը, անշուշտ նաև վերլուծելու և ինչպես արդեն նշեցի, ժամանակի համատեքստում տեղի ունեցողը, արվեստի դաշտում, արվեստի ոլորտում տեղի ունեցողը նաև դիտարկելը։ Մարինե, երբ և ինչու որոշեցիք նախաձեռնել այս դասընթացը, որ խնդիրներն էին այս ասպարեզում ամենից շատ անհանգստացնում։ Նախ շնորհակալություն հրավերի համար և ուշադրություն դարձնելու մեր ծրագրին, ինչը մենք էլ համարում ենք շատ կարևոր։ Խնդիրը նոր չի ծագել, շատ վաղուց ունենք այդ խնդիրը մշակութային կամ արվեստի լրագրության և տարիներ շարունակ տառապել ենք դրա պատճառով և դրա համար ունենալու համար։ Վերջապես ստացվեց, տարիների աշխատանք էր ճիշտն ասած, և վերջապես ստացվեց Նիդերլանդների դեսպանատան հետ սկսել այս աշխատանքը։ Այս ծրագիրը մենք համարում ենք շատ մեծ երկար ճանապարհի սկիզբը միայն, այսինքն մենք ոնց որ դուռն ենք բացում, որ երկարատև հետո աշխատենք։ Տարիներ շարունակ անհանգիստ էինք և նաև մտածում էինք, թե ինչ է լինում, երբ որ արվեստագետները աշխատում են թե տեղում, թե միջազգայինորեն, նույնիսկ գնում են միջազգային շատ մեծ փառատոների, բիենալեների, տրիենալեների, փառատոների, այնտեղ լուսաբանվում է, բարձրացվում է, գովերգվում է կամ քննադատվում է, ամեն դեպքում ռեֆլեքսիա կա, բայց մեզանում խոր լռություն։ Եթե նույնիսկ ինչ-որ մի բանի վերաբերյալ խոսակցություն չի էլ սկսվում, պարզապես տեղեկատվություն, որ այս բանը տեղի է ունեցել, և դա ճիշտն ասած ոչ միայն տեղեկատվության մասին է խոսքը, այլ նաև երկխոսության։ Այսինքն երկխոսություն չի ստեղծվում ինչ-որ մի բանի շուրջ, ռեֆլեքսիա չի լինում, որպեսզի տվյալ բանը զարգանա իր մեջ։ Նույնիսկ ամենալավ բանը միշտ զարգանալու տեղ ունի, որպեսզի մտածվեն լավը, վատը, դրականը, բացասականը և այլն, և ինչ որ հաջորդ անգամ մի ուրիշ որակով, մի ուրիշ մակարդակով հանդես գան։ Այս բանը մեզ մոտ տեղի չի ունենում, ինչը որ շատ տխուր է։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը տարիներ շարունակ զբաղված է լրագրության ոլորտում կրթական նախագծերի ձևավորմամբ, զարգացմամբ եւ միացել եք այս կարևոր ծրագրին, ըստ էության առաջին հատվածն ամբողջությամբ մեդիա նախաձեռնությունների կենտրոնն է իրականացնում, հա, այդ ձեր մասնագետները զբաղված են երիտասարդ լրագրողների կամ առհասարակ ծրագրի շահառուներին որոշակի մեդիա գրագիտություն հրամցնելու այդ պատասխանատվությունն է վերցրել մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Ես գիտեմ, որ նաև դուք հետևում եք դաշտին եւ հետաքրքիր առհասարակ ձեր պատկերացմամբ քանի մշակութային ուղղվածություն ունեցող լրատվամիջոց է այսօր Հայաստանում գործում, նաև տոկոսային տեսանկյունից ինչքանակ են կազմում մշակութային լրագրությամբ զբաղվող լրագրողները, որակի մասին ավելի ուշ կխոսենք։ Այո, մենք մեր մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ընդհանրապես, քանի որ իր ուշադրության կենտրոնում լրատվությունն է, լրատվական դաշտն է, լրագրողներն են, մեդիան է անընդհատ փոփոխվող իր կերպարով, հա, process-ով եւ մենք սերտ աշխատելով այս դաշտի հետ ակամա միշտ հետևում ենք, այսպես ասեմ, հետևում ենք որպես սովորական ընթերցող, սպառող մեդիայի, երբեմն նաև հետևում ենք որպես հետազոտող, երբ որ կոնկրետ խնդիրներ ենք ունենում մեր առջև, ավելի մանրամասն ուսումնասիրելու, թե ինչ է կատարվում, պիտի ասեմ, որ չեմ հիշում վերջին անգամ երբ ենք հատկապես կենտրոնացել մշակութային արվեստի թեմաների լուսաբանման վրա, նկատի ունեմ ես եւ իմ գործընկերները մեր կազմակերպությունում, եւ սա իսկապես շատ լավ առիթ էր եւ մեզ համար էլ շատ այսպես հետաքրքիր էր նաեւ լավ հնարավորություն էր մի քիչ ավելի խորանալու այս ամեն ինչի մեջ, հասկանալու թե ինչ է կատարվում, այսինքն մեր տպավորությունը որպես էլի առանձին, հա, ընթերցող կարող ենք ունենալ, բայց մի քիչ երբ որ խորանում ես, ավելի պատկերը հասկանալի է դառնում։ Տոկոսով, թվերով ձեզ չեմ կարող ասել, թե քանի մասնագիտացած լրատվամիջոց ունենք հիմա, որովհետև մասնագիտացած լրատվամիջոց առանձնացնելու համար պիտի նախ բնութագրենք, թե ինչ նկատի ունենք, հա։ Այո, երկարատև մշակույթ լուսաբանող, հետևողականորեն։ Հա, բայց ունենք լրատվամիջոցներ, որոնք ում համար մշակույթը, արվեստը, քաղաքական օրակարգից դուրս, որովհետև հասարակության մեջ շատ տարբեր բաներ են կատարվում, հա, քաղաքականությունից դուրս, հա, այս մյուս ալտերնատիվ օրակարգը օրակարգ է, եւ սրանով են բովանդակություն կազմում եւ փնտրող, որոնող խմբագրություններ են եւ ստեղծագործական խմբեր են, ովքեր միշտ փորձում են հասկանալ, թե այս ամեն ինչի մասին ինչ նոր ձևերով ինչ նոր մոտեցումներով, ինչպես կարելի է լսարանին պատմել եւ ներկայացնել այս ամբողջը, քիչ են դրանք, 1-2 նույնիսկ իմ անուններ չտամ, հա, սովորաբար ես ասում եմ, որ այսպես փորձարկման շրջանում գտնվող լրատվամիջոցներ, երբ որ փորձում են մի լավ գործ անել, մի բան անել, ասում եմ ոնց որ բան լինեն, հա, ստարտափեր լինեն, մեդիա ստարտափեր, իրենց փորձում են տեղավորվել, գտնել իրենց նիշան, իրենց այսպես տեղը եւ առաքելությունը, շատ սպეციფიկ եւ տեղավորվել այդտեղ։ Քիչ են, ցավոք, շատ քիչ են։ Եվ կայացած լրատվամիջոցներ են, խմբեր են նաև ստեղծագործական, բայց նաև փոքր լսարան ունեն, ցավոք, այսինքն իրենց հետևում են մարդիկ, ովքեր արդեն հետաքրքրված են այս թեմաներով եւ ոչ ավելին, եւ սա է հիմնական խնդիրը, հա, այսինքն այսպես փակ շրջան է ստացվում, աշխատում են, ստեղծում են կոնտենտ, որը հետաքրքիր է, որը կարող է այս հարցերը լուծել, որոնց մասին Մարինեն էր խոսում, բայց արդյունքում սա սպառում են եւ սա հասնում է այն մարդկանց, ովքեր հենց այս հարցերով հետաքրքրված են, եւ այսպես թե այնպես այս մարդիկ կգտնեն, կփնտրեն եւ կգտնեն։ Ուրեմն շրջանակը մեծացնելու խնդիր կա մեզանում, երբ որ մի քիչ ավելի մեծացնում ենք շրջանակը եւ մի քիչ ավելի այսպես մեծ բանով ենք նայում, իսկ
ինչպես է մեդիան, այդ թվում նաև լրատվական բան թողարկումները, հա, լրատվական մեդիան ինչպես է լուսաբանում, ցավոք այստեղ շատ բան չի փոխվել, մշակույթը երբեք էլ չի եղել հիմնական այսպես մեծ հիմնական լրատվամիջոցների օրակարգային թեման, այսինքն երբեք էլ իր տեղը չի ունեցել, շատ ցավում եմ այս ամենը ասելուց, բայց տարօրինակ ձևով երբ որ պետությունը ներկայանում է ինչ որ մի մեծ ֆորումում բանում, նախ եւ առաջ մշակույթը ներկայացնում, ուրեմն տարօրինակ դիլեմա կա այս ամեն ինչի մեջ, մի կողմից ոնց որ ինտուիտիվ հասկացվում է, որ մշակույթը շատ կարևոր է եւ կարող է ներկայացնել ազգը, երկիրը եւ այլն, բայց լրատվամիջոցներում դա միայն համընկնությունը մենք տեսնում ենք քաղաքականության հետ։ Ես հասկանում եմ, որ մշակույթը ինքնին քաղաքականություն է եւ քաղաքականությունն էլ մշակույթ է, բայց բոլորս էլ գիտենք, որ լրատվամիջոցներում ով չի կարողանում լուսաբանել քաղաքականություն, էկոնոմիկա եւ այլն, ասում են մշակույթ լուսաբանի։ Կարծես թե մշակույթ լուսաբանել այդքան հեշտ է։ Ամենահեշտ գործն է, այո, ստացվում է։ Բայց այդպես չի, դրա համար էլ էս վիճակում։ Թերևս լրագրության ամենաստեղծարար ոլորտներից է Եվ կրթություն է պահանջում, գիտելիք է պահանջում, հմտություններ է պահանջում, յուրահատուկ ձևով այդ ամեն ինչը ներկայացնելու։ Գուցե նաև ձևերը պետք է փոխվեն, մշակութային կոնտենտը ստեղծելու ձևերը պետք է փոխվեն, այսինքն այս արագանցիկ ժամանակներում, երբ մարդիկ անընդհատ զբաղված են այսպես թերթելով, իրենց հեռախոսները, գadgetները եւ գուցե նաև մշակութային լրատվություն էլ պետք է նոր ձևեր, ավելի ժամանակակից ձևեր փնտրի մարդկանց դռները թակելու։ Այո, այդ խնդիրն էլ կա իսկապես։ Եվ գուցե նաև ծրագիրը կարող է այդ տեսանկյունից էլ օգնել կրթական, այդ բացերը լրացնել նաև մշակութային լրագրությամբ զբաղվող մասնագետների։ Հաստատ կա այդ խնդիրը, որովհետև լրագրության մեջ կան կաղապարներ, կաղապարային լուսաբանման այսպես տարբերակներ եւ օրինակ այն թեմաներից մեկը, որտեղ դեռ այս կաղապարները շատ մնացել են եւ գերակշռող են, ցավոք էլի մշակույթն ու արվեստն է, սովորաբար մշակույթը լուսաբանվում է, երբ որ ինչ-որ իրադարձություն կա եւ դա այնպիսի իրադարձություն է, երբ որով որ պետությունը ազգը կարող է ներկայանալ եւ օրինակ նման լուսաբանումը դա էլի մշակույթի մասին չի, դա պետության քաղաքականության ազգը ներկայացնելու, մի քիչ հպարտանալու, այսպես, այս ամեն ինչով, բայց մեծ հաշվով թե ինչով ներկայացավ եւ ինչ այդպես սիրեցին, ինչը գնահատեցին, դա երկրորդային արժեքավոր դա չի լուսաբանվում, չի բացահայտվում, այսպես շերտերը չեն բացվում, էլի, եւ էլի, որովհետեւ էլի այս կաղապարները կան, այս մոտեցումները, նույնիսկ բանն է, մեր ձևակերպումների մեջ նկատի ունեմ մեդիայի, այո, հաճախ խորհրդային, մնացել են դրանք, լեզուն է մնացել ցավոք, լեզուն չի փոխվում, իսկ արվեստը բարդ է սովորական մարդու համար հասկանալ եւ արվեստը բացատրելու համար, թարգմանելու համար նաեւ մեր լեզուն պիտի մի քիչ փոխենք, մի քիչ պիտի նաեւ խոսենք այս մասին հասկանալի այսօրվա մարդուն, այն լեզվով, որը որ հասկանալի է, որը որ ինքը շփվում եւ խոսում է այսօրվա մարդը, նաեւ այն ձևերով, այն ֆորմատներով, ճիշտ եք ասում, որով որ սովոր է այսօր մարդը սպառել, իսկ այդ ֆորմատները շատ են փոխվել, սպառել մեդիա փոդքասթերը ավելացել են։ Այո, արվեստագետների ուղիղ եթերները եւս կարող են նախորդ ձևաչափերին ավելացել են ինտերնետը եւ այլն նոր հնարավորություններ, բլոգեր եւ այլն կենթանի լուսաբանում նաեւ տեղի իրադարձության, տեղից այդպես կենթանի շունչը փոխանցելու։ Այստեղ խնդիրը ավելի շատ բառարանին տիրապետելու հարցին է մասնագիտական, ժամանակակից լեզվի նաև։ Այո, եւ ժամանակակից արվեստը ինքը արդեն բառարան ունի։ Եթե ինչ որ մի բան պիտի
խոսվի դրա մասին, ուրեմն պիտի իսկապես խոսվի դրա մասին, ոչ թե տրաֆարետ ինչ որ արտահայտություններով կրթության կարիք կա նաև, որ լրագրողը իր վրա աշխատի, ասենք ես հիմա նստած եմ երկու լրագրողի մեջտեղում, ես վստահ եմ, որ դուք երկուսդ էլ մինչև սկսեք ինչ որ մի բան պիտի պատրաստվեք ժամերով, օրերով, նայած ինչ մեծության իրադարձություն է, առանց դրա անհնար է, այսինքն ինչ որ ընդհանուր ձևաչափի մեջ ընդհանուր բան անել հիմա չի լինում։ Ուզում եմ վերադառնանք ծրագրին, ծրագիրը բաղկացած է 3 մասերից, խնդրում եմ խոսենք յուրաքանչյուր մասի մասին ծրագրի առանձին, հա, առանձնացնենք ուղղվածությունները, շեշտադրությունները, նպատակները։ Եկեք սկսենք առաջին մասից, Նարինեն ավելի լավ կխոսի։ Առաջին մասը լրագրությունն է, լրագրության հիմնական հմտություններն ու գիտելիքը փոխանցել է մեր խմբին։ Մենք ուզում եմ նաև խմբի մասին մի քիչ խոսեմ։ Խմբում շատ յուրահատուկ խումբ է ստացվել, արդյունքում եւ լրագրողներ են, որոնք որ լուսաբանում են արվեստը, ամեն դեպքում հետաքրքրված են, զգացվում է, այո, պատահական չեն հայտնվել այստեղ։ Եվ նաև շատ են լրագրության հետ կապ չունեցող մարդիկ, արվեստի մարդիկ, եկեք ես այսպես անվանեմ իրենց, ովքեր ուզում են մուտք գործել ոլորտ։ Այո, եւ սա էլ հետաքրքիր է, որովհետեւ այս երկրորդ խմբի մարդիկ իրենք ուրեմն դժգոհ են, չէ, ինչ որ բանից, ուրեմն այն ինչ որ կատարվում է այս աշխարհում, այնպես չի փոխանցվում եւ չի հաղորդակցվում եւ իրենք դրա կարիքը զգում են եւ դրա համար են այստեղ։ Եվ քանի որ այսպես տարբեր բանով, հա, այնպես մասնագիտական պատրաստվածությամբ է խումբը, մենք սկսել ենք լրագրության այդ հիմնական թեմաներից, հիմնական սկզբունքները, մոտեցումները, արվեստ եւ լրագրություն զուգահեռներից նաեւ շատ ենք խոսում այս առաջին փուլում նաեւ այն փոփոխություններից, որոնք հենց լրագրության մեջ են տեղի ունենում, նկատի ունեմ եւ ասելիքը տեղ հասցնելու նոր ձևերից եւ փոփոխվող ֆորմատներից եւ շատ ենք խոսում, շատ ենք փորձում կենտրոնանալ հենց այդ կաղապարները, տրաֆարետները ամեն դեպքում, հա, այդ կարծրացած մոտեցումը կոտրելու հնարավորությունների վրա, եթե սա չէ, ապա ինչպես այլ կերպ ինչպես կարելի է պատմել, հա, արվեստի մասին, հա, փորձում ենք այդ մոտեցումներն ու այդ ձևերը շատ քննարկել, իսկապես հույս ունենալով եւ այս որ հենց այս խմբում կլինեն այն մարդիկ, ովքեր այսպես ամեն մեկ իր տեղում փոքր կկարողանա այդ կաղապարները կոտրել։ Ուրեմն լրագրության հիմնական սկզբունքներ վերադառնալով հարցին, հա, մոտեցումներ, պատմություն պատմելու հմտությունները, ձևերը, ֆորմատները, աղբյուրների հետ աշխատանքը, բայց բոլոր այս հիմնական թեմաները փորձել ենք պրոյեկտել արվեստն ու մշակույթը լուսաբանելու շատ բարդ գործի վրա եւ տեսնել թե նկատի ունենալ նաեւ այդ առանձնահատկությունները, որովհետեւ շատ առանձնահատուկ է ոլորտը եւ լրագրողական ոչ բոլոր մոտեցումներն են կարող են այստեղ աշխատել, այո, եւ այս առանձնահատկությունների այս սահմանին տեսնել թե ինչ է ստացվում, ինչ նոր ֆորմաներ, հա, ինչ նոր հնարավորություններ են բացվում։ Դրա համար ես այս փուլը, որ մենք միասին անցնում ենք, ոչ այնքան դասընթացի փուլ կարող եմ ասել, այլ մեծ այսպես համատեղ քննարկումների, համատեղ որոնումների, հա, մենք երբեմն շատ բուրըն, շատ երկար եւ նույնիսկ մեր դասերի ժամանակ է այսպես բանանող, հա, անցնող քննարկումներ ենք ունենում շատ երկար, համատեղ որոնումների, քննարկումների եւ համատեղ փորձարկումների փուլ կարող եմ անվանել, որը հուսամ մեզ ինչ որ միտեղ կբերի կհասցնի, ամեն դեպքում ինչա դուր է գալիս այն դինամիկան եւ խմբի մասնակիցների տրամադրվածությունը, մոտիվացիան եւ հետաքրքրվածությունը, նաեւ շատ բաց լինելը եւ շատ բարդ թեմաներ քննարկման ներկայացնելը, հա, այսպես դնելը
իսկ նման միջավայրում սովորաբար միշտ ինչ որ հետաքրքիր բաներ ծնվում են, հա։ Ծրագրի երկրորդ եւ երրորդ մասերը եւ գործնական եւ տեսական հատված ունեն, նաեւ վերլուծական բաղկացուցիչ ունեն, խնդրում եմ մանրամասնեք։ Նախ Նարինեի խոսքը շարունակելով ասեմ, որ հիանալի են անցնում դասերը, դաս չասեմ, հանդիպումները, որովհետև սենց երկկողմանի կրթվելու, երկկողմանի սովորելու, մտքեր ու մտահղացումներ փոխանակելու մի միջավայր է ստեղծված, որ շատ արժեքավոր է այդ վերջին արդյունքը ստանալու համար։ Այսինքն կարծում եմ, որ որոշ մասնակիցներ եկել էին կարծելով, որ իրենք գիտեն ահագին բան եւ հետո քիչ-քիչ դա քանդվում է, հիմա այդ քանդելու process-ն է, որ հետո հավաքվի նորից, ինչը շատ կարեւոր է ազատ միջավայրում։ Երկրորդ արդեն ասացի, որ դասընթացից հետո մեծանախաձեռնությունների կենտրոնը հետազոտությունը իր կներկայացնի եւ մենք նաեւ կունենանք բաց քննարկում դրա շուրջ, կհրավիրենք մեծա ներկայացուցիչներին, որոնք ակտիվ են, որոնք ակտիվ չեն, հասկանանք ինչու ակտիվ չեն միջավայրում մշակութային լրատվության խնդրով։ Իսկ դրանից հետո արդեն սկսելու ենք բանախոսությունների շարք, 12 բանախոսություններ ենք ունենալու եւ բանախոսությունները իրականանալու են մշակույթ եւ խորագրով, մշակույթ եւ քաղաքականություն, մշակույթ եւ լրագրություն, մշակույթ եւ վավերագրություն, այո, ժամանակակից տեխնոլոգիաներ, միջավայր, երաժշտություն, թատրոն, ֆիլմ, ժամանակակից արվեստ, մշակույթ եւ մի ուրիշ բան, կապերը տեսնելու համար, թե ինչ բնականաբար այդ ամեն ինչը մշակույթի մեջ է, չենք առանձնացնում, պարզապես ավելի շեշտադրելու համար։ Եվ այդ հատվածը իհարկե կվարեն ամենագիտակ, ամենաակտուալ մտածող մասնագետներ, այնպես որ հրավիրում եմ բոլորիդ, երբ որ սկսենք դա կլինի արդեն փետրվարը, կունենանք նույնիսկ մշակույթ եւ ինտեգրում, որ ռուս արվեստագետներից մեկը կիրականացնի, այսինքն թե ինչն է պատճառը, որ ռուս արվեստագետները այնքան էլ չեն ինտեգրվում մեր մշակույթի մեջ, մեր ակտիվությունների մեջ, օրինակ, եւ իրենք առաջարկեցին դա իմիջիալուց մեր պլանի մեջ։ Նաեւ իրենք ստեղծում են իրենց ակտիվությունները։ Ստեղծում են, բայց մի տեսակ իրենց շրջանակի համար ինտեգրում չկա։ Իրականում մեծ ինտեգրում չկա, համագործակցություններ կողքից կան, բայց ինտեգրում դեռ դրան չենք ասել եւ իրենք առաջարկեցին, որ դա լինի։ Եվ այս ամբողջ ընթացքում մեր մասնակիցները իհարկե ակտիվ են լինելու, իրենք ոչ միայն լսելու են այդ ամեն ինչը, այլև թերևս հույս ունեն, որ ինչ որ նյութեր էլ կգրեն, որոնք արդեն երրորդ փուլում են ներկայացվելու։ Երրորդ փուլը իրականում դա այդ աշխատանքն է, բայց զուգահեռ մենք հրավիրելու ենք մի հոլանդացի էկոարվեստագետ, որին կներկայացնենք ցուցադրությամբ եւ որի շուրջն էլ կլինի արդեն խոսակցություն էկո լրատվություն, մշակույթ եւ միջավայր եւ այլն։ Եվ ճիշտն ասած պլանում ունենք նաեւ ցուցադրությունները շարունակել, ավելի առաջ գնալով ասեմ, որ մյուս տարվա արե փառատոնն էլ կլինի էկո նյութի շուրջ եւ հոկտեմբերին գիտեք, որ ունենալու ենք COP17-ը բազմազանության վերաբերյալ եւ ուզում ենք երկու մեծ ցուցադրություններ անել դրա շրջանակներում դրսի արվեստագետների
Այսինքն քիչ-քիչ ինքը կմեծանա, նաև պիտի դիմենք անպայման, որ հրավիրենք 3 հոգի ամենակիչը այս պահին դրսից մշակութային լրագրողներ եւ հույս ունենք, որ իրենք վարպետության դասեր կանցկացնեն 3-4 օրանոց ամեն մեկը։ Հետաքրքիր է շատ։ Դուք խոսեցիք քաղաքականության եւ մշակութային լրագրության մասին եւ հետաքրքիր է այնուամենայնիվս ձեզ կարծում եք, որ մշակութային լրագրությունն այսօր Հայաստանում անկախ է։ Բարդ հարց է։ Տեսեք, մշակութային լրագրություն, այսինքն մշակութին անդրադարձը հիմնականում երկու այսպես առիթով է լինում, մեկ իրադարձային, երբ որ ինչ-որ բան է կատարվում, պարզապես լրատվամիջոցները որոշում են, որ դա պիտի լուսաբանեն եւ այլն, եւ որպես իրադարձություն լուսաբանվում է, էլի շատ չխորանալով։ Տարբեր ժամանակներում մշակույթին, արվեստին մեկ այլ անդրադարձել կա, որը շատ սերտորեն կապվում է արդեն քաղաքականության հետ, երբ որ այդպես եղել է մեր երկրում։ Միշտ եղել է, երբ որ հասարակության մեջ տարբեր ժամանակներում արվեստագետներից, մշակույթի մարդկանցից որոշակի սպասելիքներ են ձևավորվում։ Օրինակ, արվեստագետը ինչու է լռում կամ ինչու է խոսում, ինչու է ինչը չի անում, այս դեպքում էլի մեդիան հիշում է արվեստագետներին եւ այս ինչուները, որոնք մեծ հաշվով սրանք քաղաքական խոսույթում ձևավորված ինչուներ են, բերում է եւ դեմ է տալիս, կարելի ասել, արվեստագետներին։ Լավ կլիներ, որ այս ինչուների մեջ օրինակ լինեին նաև հասարակության մեջ իսկապես ձևավորված ինչուները, հա, այդ խորքային հարցերը, որոնք կան հաստատ, օրինակ նման հարցեր լուսաբանման մեջ, մեդիայի լուսաբանման մեջ քիչ են բանալվում, հա, բարձրաձայնվում, ներկայացվում, արվեստագետներին մի քիչ ավելի խորքային, հա, հիմնականում այս քաղաքական դիսկուրսից են գալիս։ Անկախ է արդյոք մշակութային լրագրությունը, կարծում եմ այո, որովհետև մի պարզ պատճառով, որովհետև քաղաքականությունը մշակութային լրագրությամբ ինձ թվում է չի զբաղվում այդքան էլ եւ մի տեսական այսպես մարդիկ, ովքեր շատ սիրում են այս գործը եւ անում են անկախ հնարավորություններից եւ պայմաններից եւ քանի որ եւ իրենք անում են իրենց գործը, իրենք բերում են իրենց թեմաները, փորձում են մի քիչ ներկայացնել, խորանալ, շերտեր բացահայտել, հա, եւ քանի դեռ իրենք որևէ մեկի էլի քաղաքականության հետ չեն առնչվել, այդքանով անկախ են, բայց այստեղ այնքան ուրիշ գործ կա անելու, այդ առնչությունները մի տեսակ այդ mainstream մեդիային է, հա, մնում, իսկ այս մարդիկ, ովքեր իսկապես ավելի խորքային զրույցներ, խորքային քննարկումներ են բերում, հա, իրենք իրենց գործը երբեմն նաև շատ սուր հարցադրումներով, շատ ակտուալ հարցադրումներով, նույն այդ քաղաքականության հետ շատ առնչվող, այսինքն պետք չի ուղղակի բան անել, հա, բայց առնչությունները այնքան ակնհայտ են, այդ զրույցները այնքան կարևոր են, այնքան արդիական են, հա, բայց քանի որ այս կապերը նույնիսկ լսարանը այս կապերը չի տեսնում, որովհետև ցավոք ելի եմ ասում, քիչ է լսարանը, հա, այս բաների, այս կոնտենտի, իրենք կարողանում են իրենց գործն անել։ Ես ամեն դեպքում չեմ հիշում վերջի շրջանում, ես չեմ հիշում, չգիտեմ, լրագրողի, մեդիայի, որը մշակույթի թեմայով որևէ հարց է ուզել բարձրացնել, լուսաբանել եւ խնդիրներ է ունեցել։ Բայց ուրիշ մի բան կա, ես միջամտեմ պարզապես, որ այդ դիալոգը չի եղել, որովհետև լրագրողը ոչ միշտ ունի գիտելիքներ, որովհետև չմոռանանք, որ արվեստագետները միշտ քաղաքացիական հասարակության օղնուծուցն են, մի ահագին հատված, մի մեծ հատվածը, այսինքն իրենք հասարակական կյանքից դուրս չեն, արտացոլում են այդ նույն հասարակական կյանքը, նույնիսկ եկող ինչ որ լինելու է ինտուիցիայով են զգում։ Հիմա թե ինչի չկա այդ խզումը, դա էլ է վատ, որ չկա, որովհետև դիմացը թարգմանող, հասկացնող, վերլուծող պիտի լինի,
որպեսզի հասարակությունն էլ հասկանա, որ սա իր մեջ գոյություն ունեցող process է, այսինքն ինքը արտացոլում է իսկապես կյանքը, իսկ մեր կյանքը այդպես ծաղիկների ու ծառերի արանքում չի տեղի ունենում, այս բանը կա, այսինքն հասարակությունը ընդհանրապես բավական հասարակության եւ արվեստագետի միջև վիհը մեծ է, լեզուն հասկանալու խնդիր կա, դրա համար ենք մենք ուզում լրագրողներ ունենալ, որոնք միջնորդ կդառնան, թարգմանիչ կդառնան արվեստի լեզվի եւ հասարակության միջև։ Ինչու՞ չէ նաև վերլուծական եւ քննադատական լրագրության բացն է, հա, ակնհայտ այսօր Հայաստանում եւ եթե նայում ենք դեպի արևմուտք, դեպի ԱՄՆ, այնտեղ անգամ ավելի այսպես տարածված է հենց այդպիսի լրագրություն, այսինքն հոդվածը իհարկե լրագրողը պետք է ունենա էթիկայի կանոններ, համապատասխան գրագիտություն եւ արդեն այդ հոդվածը, այդ ռեցենզիան կապված այս կամ այն մշակութային իրադարձության հետ կարող է որոշիչ դեր ունենալ, իսկ Հայաստանում այո մենք անդրադառնում ենք այնքանով որ պատմում ենք թե այստեղ ինչ է տեղի ունեցել, ով էր ներկա, ինչ կատարվեց ու թերևս այդքանով սահմանափակվում ենք։ Եվ ինչքան ավելի խորքային լինի լրագրությունը, այնքան ավելի հեշտ մենք կօգնենք քաղաքացու ստեղծմանը, քաղաքացու զարգացմանը, քաղաքացու ակտիվությանը, որովհետև հասարակության այդ շերտերն են, որոնք վաղը գնում են թանգարան, այսինքն գումար են ծախսում, թանգարանը գումար է աշխատում, համերգային սրահը, ֆիլմը, թատրոնը եւ այլն, որպեսզի մարդը հետաքրքրվի, ինքը պիտի հասկանա, ինչ որ մեկը պիտի լինի, որ իրեն ուղղորդի մի տեսակ, բացատրի, վերլուծի եւ հետաքրքրված շերտը հասարակության դա կարդա, հետաքրքրվի եւ գնա նայի, լսի, տեսնի, արտացոլի իր գործունեության մեջ։ Անելիք ունեն այստեղ բուհերը կրթական կենտրոնները, որքանով են մեր այսօր հայաստանյան բուհերը պատրաստում լրագրողների, ովքեր կարող են մշակութային լրատվության ոլորտ մուտք գործել։ Այս հետազոտությունը երբ որ սկսում էինք, մի թեթև փորձել եմ հասկանալ օրինակ, թե որ բուհերում այս պահին կան մշակութային լրագրության առանձին կուրսեր, դասընթացներ կամ ընտրական կամ հիմնական ծրագրի մեջ։ Այո։ Գոնե մի բուհում Կարտբան Բրյուսովի անվան համալսարանում կա եւ դասավանդվում է։ Համալսարանում կան այս մասնագիտական դասընթացները, բայց դրանք հիմնականում կամ ընտրական են եւ այսպես ուսանողների քանակն էլ քիչ է սովորաբար լինում եւ այլն եւ այստեղ նույնիսկ միայն մշակույթի մասին չենք խոսում։ Մենք եթե այսպես լրագրությանն ենք գալիս, ընդհանրապես մասնագիտացած լրագրությունը մեզ մոտ խնդիր է։ Նույնը տնտեսական է, ինչու՞ չէ այն մշակույթի եւ արվեստի մասն ենք խոսում, թե տնտեսության մասին, տնտեսությունը լուսաբանող, թե ինչ ասեմ, օրինակ օրենքները, հա, իրավական խնդիրները, մասնագիտական լրագրությունը մենք չունենք մասնագիտացած լրագրողներ, ավելի շուտ քիչ ունենք այդպիսի լրագրողներ։ Ու թերևս այդ պատճառով հենց այդ ոլորտներից մարդիկ են գալիս լրագրություն, ինչը փաստորեն հենց ծրագրի շրջանակում էլ դիտարկում եք։ Այո։ Մի ուրիշ բան էլ կա, եթե մեդիան չի կարողանում այս բացերը փակի, որովհետև այս բացերը երկխոսության մարդկանց հետ, հա, հասարակության հետ երկխոսությունը ապահովելու, այս գիտելիքը բերելու, այս քննարկումը բերելու, այս բացերը փակվելու են վաղ թե ուշ, ասենք դա անելու են օրինակ սոցիալական մեդիայում կոնտենտ ստեղծողները, բայց դա անում են իրենց ձևով, երբեմն շատ լավ, երբեմն շատ վատ, հա, այստեղ ընդհանրապես անկառավարելի է դառնում, էլի դաշտն ու հնարավորությունը կա, բացը կա եւ այստեղ փորձում են արդեն ուրիշ բաներ, ֆորմաներով նյութեր ներկայացնել, հաղորդումներ ներկայացնել։ Իսկ որ թեմաներն են մշակութային լրագրության ոլորտում ամենից շատ անտեսվածս ձեզ
ժամանակակից նոր արարական արվեստ, մարզերում, հա, մշակութային ակտիվություն եւ այլն, եւ հետաքրքիր է որքանով է կենտրոնանալու ծրագրի շրջանակում այդ թեմաների վրա եւ գուցե նաեւ ուղղորդելու ծրագրի մասնակիցներին լուսաբանելու այդ թեմաները։ Օրինակ, եթե անում ես ժամանակակից արվեստի որևէ փառատոն, դա հիմնականում անտեսվում է, կամ որ ես հավասարեցնում եմ անտեսմանը, լրագրողը վերցնում է համադրողի կոնցեպտը, հղացքը, նույնությամբ դնում է իր մոտ, մի երկու բան ավելացնում, տակը իր անունը գրում։ Ես դա համարում եմ անտեսում։ Հարցադրումներն են շատ քիչ, հա, ոչ, ասենք, իսկ արվեստը սովորաբար հարցադրումներ է նաև ներկայացնում, կան, չգիտեմ, առանց կոնֆլիկտի, առանց հարցադրումի, առանց հակասությունների չի լինում, էլի հաստատ կա այդ հիմքում։ Այս ամեն ինչը մի տեսակ չի գալիս, չի հասնում, չի ձևակերպվում լուսաբանման մեջ եւ հա, արդյունքում քննարկում չի ստացվում, որովհետև դե պիտի չէ այդ հարցադրումը լինի ձևակերպի, որ դրա շուրջ էլ կարծիքներ հնչեն տարբեր, այսպիսի, այնպիսի եւ այդ քննարկումը լինի, այլ ստացվում է իսկապես այդ բանն է, հա, պարզապես տեղեկացնում ենք, որ այսպիսի բան կա, հա, իսկ ինչու ենք դա անում, ինչ հարց ենք բերում դրանով, հա, այսքան չենք խորանում փաստորեն։ Ինչ արդյունքներ եք ակնկալում ծրագրից։ Ես կարծում եմ, որ մենք պիտի անընդհատ աշխատենք դրա վրա, որովհետև ամենամյա դառնա գուցե։ Այո։ Եվ նույնիսկ պերմանենտ, ոչ թե ամենամյա, այսինքն անընդհատ ինչ որ նոր բան, նոր թեմաներ, նոր միջամտություններ եւ կմնան մարդիկ, որոնք կմնան, որոնք կկարողանան, որոնք կուզենան շարունակել եւ այդ ցեցը կընկնի մեջները, էլի արդեն ոնց որ զգում ենք այդ բանը, որովհետեւ շատ ակտիվ քննարկումներ են դասընթացի ժամանակ, բայց պիտի անընդհատ աշխատենք մենք էլ իրենք էլ երկնքից չի ընկնում գիտելիքը մանավանդ հիմա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ այսօր Art Focus-ում զրուցում էինք Արե մշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինե Կարոյանի եւ մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանի հետ։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։